Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մասյացոտ ընթեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Արոյանի հետ պատարագի էր մասնակցում Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Փաշինյանի հետ ինչպես միշտ թիմակիցներն էին, շրջիկ աջակիցները, պետական համակարգի աշխատողներ։ Ամենաշատը կարծես Վեդիի համայնքապետ հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն էր ջանացել մարդաքանակ ապահովելու։ Անգամ հիվանդանոցում գտնվող աշխատակցին էին հրահանգել մի քանի ժամով պարտադիր ներկա գտնվել։ Ես էլ նորի հիվանդանոցից եմ պրյամա եկել եմ ստեղ խաբար չեմ ոչի բանից ընձել չի թույլատրել որ երկար կայնել սառնում եմ էլի վիրահատված եմ ես երկար չեմ կարող կանգնեմ ինչ անեմ հիմա պահանջվել ասենց պետք է գամ որպես աշխատող կոմունալի աշխատող ենք պահանջվել մենք եկել ենք բազմաթիվ աշխատակիցներ կան կիրակի օր է ոչ աշխատանքային օր է Իմ աշխատակիցներն են միգուցե տեղյակ են, որ ես մասնակցում եմ, իրենք էլ ցանկություն են ունեցել մասնակցելու։ Հայաստանի Հանրապետությունում 800 դեկտեմբերի ցուցանիշների հրապարակենք 830,000-ի կարգի մոտավորապես աշխատատեղ կա։ Տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը ինչ որտեղ աշխատում է։ Կամ պետական կամ մասնավոր համակարգում։ Հիմա այստեղ եղած մարդկանց 90%-ը ինչ որտեղ աշխատում է։ Բայց խմբերով չեն գա։ Դուք հասկանում եք, ես ասում եմ, որ ձեր ասածը, ձեր ենթադրությունը մտածածին է եւ ասում եմ մարդիկ որևէ ես էլ եմ աշխատում, ես աշխատում եմ էկոնոմիկայի նախարարությունում։ Դա ուրիշ է։ Դուք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում եմ աշխատում։ Դուք ԿՊ-ից եք դրանով արդեն ամեն ինչ այդ մարդիկ կոլեկտիվով եկել Ասում եմ, այստեղ գտնվող բոլոր մարդիկ ինչ որ միտեղ աշխատում են։ Մեկը կարող է տաքսի է վարում, մյուսը դերասան է, երրորդը քաղաքական գործիչ, բացարձակապես այդպիսի բան չկա եւ չի կարող լինել։ Մերժում ենք ուղղակի այդպիսի բաները։ Պատարագից հետո լրագրողների հետ կարճ ճեպազրույցում թեմի նախկին առաջնորդ Փաշինյանին միացած Գևորգ Սրբազանը հայտարարեց, որ Գարեգին II հրահանգով է հրապարակվել Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերը, թե որտեղից նրան նման համոզմունք ու ինչու է հիմա այդ մասին խոսում, պաշտոնանկ արվելուց հետո լրագրողներին չհաջողվեց պարզել, նա արագ մտավ առաջնորդարան։ Շատ նեղված էին, երբ որ Արշակ Սրբազանին չէին ձերբակալել, ընդամենը 2 arczepiskopos էր ձերբակալվել։ Շատ նեղված էին ու սպասում էին, թե երբ պիտի Արշակ Սրբազանին ձերբակալել։ Ուզում եք ճշմարտությունը իմանալ, գնացեք հետաքննեք։ Շնորհակալություն, պատմեցին։ Մենք մի քանի հարց ունենք։ Երեկա էլի։ Մի վարքյան։ Լավ է մարդը։ Ինչ եք Արացին։ Դուք եպիսկոպոսների անվանում են տիրադավներ, սրան ինչպես արձագանքեք։ Ովքեր մեզ անվանում են տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է։ Հիմա դուք Սա եղավ պատասխանը։ Դուք հիմա պատրաստվում եք լքել թեմը, քանի որ ազատված եք եւ նոր հոգեվորական է այստեղ նշանակված։ Իդեպ այս թեմը հենց կաթոլիկոսի կողմից պատրաստվում եք դուրս գալ։ Վանեցյանը ԱԱՑ նախկին տնօրեն հարցազրույցներից մեկում ասաց, որ գիտենք այս հոգեվորականների վրա ինչ կոմպրոմատներ կան։ Գիտես, թող ժամանակին ինքը զբաղվեց։ Ձեզ չեն վախեցրել կոմպրոմատով։ Բացացեք։ Մենակ հարգան։ Անվտանգության աշխատակիցներն ու ոստիկաններն այսօր որևէ մեկին թույլ չտվեցին մոտենալ Նիկոլ Փաշինյանին։ Տարեց մի կին անգամ հունից դուրս եկավ, վիճաբանություն սկսվեց քաղաքացիների միջև։ Եկել էր վարչապետը, ինչ կար, մարդ ենք սպանում, թող լսեր մի հատ գյուղացու։ Ոչ թե գային գախտի ախրանիկներով փախտեն գնան։ Էդի ղեկավար չի կոչվում։ Ղեկավար չի կոչվում էդի, ղեկավար որը լի չի թողի մեզ այդ հակտեց։ Կլսի բնակի չի։ Մի անգամ ասել է որնա, մի անգամ ասել է որնա։ Հողս են գողաց հետ տախեկերել է, չգիտեմ։ Էլ է վարչապետ, ես էլ եմ վարչապետի կողմից, ես էլ եմ վարչապետի կողմից, բայց չեն լսում մեզ։ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանն այսօր Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի է մասնակցել։ Իր քարոզում հայր Ռուբենը նշել է, որ իրեն դժվար ուղի է սպասվում, սակայն վեհափար հայրապետին մերժել չէր կարող, հատկապես որ իր տեխնատությունը հավանության է արժանացել թեմի քահանայած դասի մեծամասնության կողմից։ Ես որոշեցի հույսս դնելով Աստծո վրա, ձեզ վրա սիրելի հավատացյալներ, մեր թեմի քահանաների վրա Աստծո օգնականությամբ գալ
Մասյացօդի թեմ ծառայելու հոգևոր եկեղեցական գործունեություն ծավալելու առանց ինտրիգների եւ առանց մարդկային գերակշռող հատկությունների, որն է պառակտումը, ատելությունը, հանսարկությունը եւ այլն։ Սիրելիներ, եկել եմ ծառայել եւ ակնկալում եմ ձեր աղոթքը, անկեղծ աղոթքը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում չկա մի ընտանիք, որին հեծը չի թալանել։ Կարապետյանը նշել է, որ Հայաստանում կա մեկ թալանող եւ դա գործող իշխանությունն է, որը դա անում է տուգանքների ու անտրամաբանական տույժերի միջոցով։ Իսկ հավաքագրված միջոցներով էլ ըստ Նարեկ Կարապետյանի վարչապետի աշխատակազմի ծախսերն են ավելացրել, այն էլ 4 անգամ։ Այդ մարդը, ով թալանի մեջ է մարդկանց մեղադրում ու մոռանում է, թե ինքը ինչա թալանել, պետք է մի բան հիշի, որ վերջի իր կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ինքը ավելացել 4 անգամ։ Սարքել է վարչապետի աշխատակազմի ծախսերը 65 միլիոն դոլար։ Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացին 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետի աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում, որպեսզի հասկանաք Հայաստանի վարչապետի աշխատակազմը ծախսում է ավելի շատ, քան Իսպանիայի թագավորական ընտանիքը, գումարած Շվեդիայի թագավորական ընտանիքը, գումարած Բելգիայի թագավորական ընտանիքը, գումարած Դանիայի թագավորական ընտանիքը իրար հետ վերցրած։ Մեր վարչապետի աշխատակազմը ավելի թանկ է նստում, քան 4 աշխարհի ամենահարուստ երկրների թագավորական ընտանիքների ծախսերը իրար հետ վերցրած։ Հալեպում այսօր վերսկսվել են պետական հաստատությունների աշխատանքները, իսկ քաղաքի հայ համայնքը սկսել է վերադառնալ բնականոն կյանքի։ Նյուզեյմի հետ զրույցում Բերիո հայոց թեմի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը հայտնել է, որ փակ են միայն դպրոցները, դրանք կվերաբացվեն ամսվա վերջին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն այսօր տեսաուղերձով է հանդես եկել հայտարարելով, որ երկիր ահաբեկիչներ են բերվել արտասահմանից։ Նրա խոսքով ԱՄՆ-ն եւ Իսրայելն են նրանց դրդում բռնության։ Փեզեշքյանը կոչի արել քաղաքացիներին դուրս գալ փողոց ի նշան Իրանում անկարգությունների դեմ բողոքի։ Հիշեցնենք, որ արդեն 2 շաբաթ է Իրանում հակակառավարական ցույցեր են, ըստ միջազգային մամուլի ձերբակալվել է ավելի քան 2600 ցուցարար, սպանվել է 70-ից ավելի քաղաքացի։ Կուբան այլևս նավթ եւ փող չի ստանա Վենեսուելայից, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով Կուբան տարիներ շարունակ ապրել է Վենեսուելայից ստացվող հսկայական քանակությամբ նավթի եւ փողի հաշվին, իսկ դրա դիմաց անվտանգության ծառայություններ մատուցել Թրամփի բնորոշմամբ 2 վենեսուելացի բռնապետերի։ Ես կոչ եմ անում Կուբային գործարք կնքել, մինչեւ շատ ուշ չլինի, նշել է նա։ Խառը մենամարտերի UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Ֆլորիդայում անցկացված պրոֆեսիոնալ ըմբշամարտի մրցաշարում տպավորիչ հաղթանակ տարավ ամերիկացի Լենս Փալմերի նկատմամբ։ Արման Ծառուկյանն ուներ մեծ առավելություն եւ հաղթեց առաջին մրցափուլում 10-0 հաշվով։ Հանրապետության ճանապարհներին դեռևս տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Այսօր 18:00-ի դրությամբ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Վարդենյանց Լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվար անցանելի է։ Նշենք, որ հաջորդ շաբաթ նույնպես ձյուն է սպասվում հանրապետության առանձին շրջաններում։ Մայրաքաղաքում ձյան տեսքով տեղումներ են սպասվում հունվարի 13-ից 3-ը, 14-ի գիշերը եւ առավոտյան։